Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը, իմ գործընկերն է, իմ ընկերը, լավ դերասան, լավ մարդ, մի խոսքով ներկայացնեմ միանգամից, իրան դուք ճանաչում եք Վեր վարածները հեռուստա սերիալից, Հայկ Սարատիկյան։ Ողջույն Հայկ ջան։ Համեցիր նստիր։ Բարև Հայկ ջան, ո՞նց ես։ Բարև ձեզ, լավ դուք ո՞նց եք։ Լավ Հայկ ջան, փառք Աստծո։ Ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես, ուրախ եմ, որ մի համով, հետաքրքիր հումորով լավ երեկո ենք ունենալու։ Ես էլ եմ շատ ուրախ հրավերքի համար ու շնորհակալ եմ։ Հայկ ջան, մի փոքր պատմի քո մասին։ Հայաստանում կար չամառոտ, ոչ թե թիվը, ժամը, օրը, ամիսը, կար չամառոտ, ծնվեցի, ավարտեցի, սովորեցի։ Ծնվեցի Հայաստանում, Երևանում, 1976 թվականի հոկտեմբերի 20-ին։ Ժամը չեմ կարող ասեմ։ Սովորել եմ միջնակարգ դպրոցը ավարտել եմ, հետո ընդունվել եմ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից ստուդիան։ Կուրսի ղեկավարը Խորեն Աբրահամյանն էր։ Խորեն Բաբկենիչը։ Իսկ դասախոսներից մեր շատ սիրված եւ ճանաչված Հեղինե Հովհաննիսյանը բեմական խոսք էր դասավանդում, Նելլի Սողոմոնովնան երգ վոկալ, Լուիզա Ղևոնդովնան պարեր դասավանդում, Գևորգ Դոդոզյան Գևոն բեմական շարժում էր դասավանդում, Իշխան Ղարիբյանը դերասանի վարպետություն եւ Հայկ Մնացականյանն էր դերասանի վարպետություն։ Մի խոսքով մեծեր էին, որոնց դե անշուշտ նրանցից ահագին բան դու փախցրած կլինես։ Միանշանակ։ Իսկ հետո երբ եկար Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներ եկա 2011 թվականին ապրիլ ամսին գրին քարտով, բայց հիմա արդեն քաղաքացի եմ։ Եկար ու ստեղի չով էիր զբաղվում։ Սկզբնական շրջանում ստեղ նկարեցինք վերվարածների շարունակությունը պարոն Օղլաղչյանի շնորհիվ, համարյա մոտ 60 սերիա նկարեցինք ստեղ։ Ես, Աշոտ Եդիգարյանը, ով կար։ Մի խոսքով տենց ճանաչված Լեյլան կար։ Չէ, հա, Լեյլան էլ կար։ Նկարեցինք այդ 60 սերիան, չգիտեմ, հետո դադարեցվեց, հետո ստե ներկայացում խաղացինք։ Այ դրա մասին։ Իմ սև սիրտ քո սպիտակ հրեշտակ։ Սուրեն Ներսիսյան բեմադրել։ Լևոն Շարաֆյանն էր խաղում եւ Վիոլետան երիկը։ Չէ, Վիոլետան չկար, Լևոն Շարաֆյանն էր, ես, Աշոտ Եդիգարյանը, Հովհաննեսը Բաբախանյան եւ Վարսի Ներսիսյանն էր եւ մի աղջիկ էլ կար, անունը ճիշտ ասած չեմ հիշում հիմա։ Դու լավ անցավ, լավ ընդունվեց ներկայացումը։ Շատ լավ անցավ, շատ լավ ընդունվեց, երկու ներկայացում խաղացինք, ցավոք ավելի չեղավ։ Հետո ստեղ հումորային շոու ծրագրեր կազմակերպեց Էլի Արթյանի դահլիճում։ Շատ լավ անցավ։ Հետո դրանից հետո արդեն անցանք ընտանիք պահելու։ Այսինքն հիմա այդքան չես զբաղվում արվեստով։ Հիմնականում չէ, հիմնականում հիմա այս պահին հետո խոսանք դրա մասին առանձին խոսենք։ Իսկ հրավերներ բաներ չկան թատրոնում, ասեք։ Չէ, ճիշտ ասած չունեմ հրավերներ, սուտ չեմ կարող ասեմ։ Երևի թե իմ մեղքն էլ տեղ կա, որ մի քիչ Դու ես առանձնացել տեսակ, հա։ Չէ, սխալ դե թե արվեստի մարդ ես ու եթե սիրում ես, պետք է միշտ մեջը լինես արվեստի։ Սիրելը դա միանշանակ չի հարցը։ Բայց դե ապագայի ծրագրեր ունես, ո՞նց ես, ինչ ես ուզում որ հասնես այդ անես։ Ապագայի ծրագրերի մասին ճիշտ ասած տենց չեմ մտածել։ Կյանքը ոնց կթելադրի, նենց չի որ քո երկրում ես, քո հայրենիքում ես քեզնից շատ բան է կախված։ Օտարության մեջ ենք, փորձում ենք ստեղի կարգ ու բարքերին էլ հարմարվենք։ Ապագայում
պլանավորել եմ աղջիկներիս ամուսնացնեմ, թոռներ ունենամ։ Այ ընտանիքիդ մասին կուզեի խոսալ։ Այ երկու աղջիկ ունես։ Երկու աղջիկ ունեմ, այո։ Մեծս 26, փոքրս 23։ Ահա, ժամանակն է երկուսին ներևի։ Դե իրան գիտեն։ Առաջ Աստված, չեմ որ ասում։ Որը բարին է։ Ես գիտեմ, որ դու մեր շատ սիրելի, շատ մեծ դերասաններից Ռաֆայել Քոթանջյանի հետ շատ մտերիմ ես եղել։ Շատ։ Հա։ Իսկապես դու ես զգացվում էր, որ շատ մտերիմ եք, բան ու ինքը ուզում էր, որ քո համար ամեն ինչ լավ լինի, բան, ոնց որ շեֆությունդ վերցրածն է։ Այո։ Այ ես կուզեի Ռաֆիկի մասին խոսալ, որովհետև այսքան հաղորդում եմ բարում, առիթ չի եղել։ Այսօր ուրախ եմ, որ այդ առիթը կա, որ դու իր համարյա կարելի ասել սաներից ես, չէ՞։ Այո։ Ես կուզեմ խոսենք, օրինակ, պատմի Քոթանջյանի։ Ռաֆայել Արտյոմիչի հետ ծանոթացանք, այնց պատահական ստացվեց, ծանոթացրեց մեզ Գեորգի Գեղամյանը, հա, երջանկայի շատակելի։ Ծանոթացրեց ու դրանից հետո մենք էստրադային այտենց համերգային ծրագրեր, շոու ծրագրեր էինք անում, ելույթների իրար հետ։ Խաղերի եք գնում, հա, մարզերում, հա։ Մարզերում, զորամասերում։ Շատ Այնց մեծ համերգներ էր լինում, բայց առաջի իր հետ, այսպես ասած, մեծ գործը եղավ են, երբ որ նկարվեցինք երկու Պետրոս կամ Երևանյան հիվանդություն, որտեղ գլխավոր դերերում էր։ Հա, գլխավոր դերը ես էլ ով էր։ Գուրգեն չէր, կարծեմ։ Գուրգեն չէր անունը դերասան։ Շատ լավ ներկայացում էր, շատ ափսոս, դա չգիտեմ մեր արխիվներում կա թե չէ, շատ լավ որ 94 թվին։ Ամերիկայից թե որտեղից Վարդան գալիս։ Ամերիկայից գալիս է ու Պետրոս անունը, բայց կանոն իսկական Պետրոս չի լինում։ Դու ներկայանում ես որպես Պետրոս ու Յանի բարեկամ ես իրան։ Յանի Երևանյան հիվանդություն ունի ու քո սիճուկը պիտի վաճառենք։ Գիտես ինչ, այնքան ես ազդվում էի այդ ներկայացման, կոմեդիա էր, հետաքրքրություն էր, բայց ասենք այդ մարդուն Ալեցերու շատ ենք հապվում բանեն, ու այդ մարդուց ասում են փողեր բան, այդ մարդ եկել առաջ անկամ։ Աման, չեմ ուզեր հիմա էլ վեներական հիվանդությունով վարակվեմ։ Վերջում ես շատ զղջում եմ դրա համար մոտենում ու խոստովանում եմ այդ ամեն ինչը, զգում եմ, որ սխալ եմ արել, ախր սիրուն չէր։ Կյանքում երևի միակ իմ վատ կերպար խաղալն է եղել, էլի բացասական կերպար։ Դրանից հետո ես ոչ մի անգամ ոչ մի տեղ չեմ։ Այդ ներկայացման հետ կապված մի հատ շատ հետաքրքիր բան եղավ, ուրեմն դե մեր ազգության մեջ, այսպես ասած, դերասան չկա։ Հա։ Ու ներկայացում որ նկարում եմ, եթե քիշես ընդեր կտոր կա, մի հատ որ ասում եմ, պապուս օգտագործենք։ Այսինքն բիձայա։ Քաշեք ինչքան պետք է այդ սիճուկը։ Հա։ Ունդե որ ասում պապը ջայր ժամանակ սիֆիլիսով չէր վարակվում, ասում հայ դե ջայր ժամանակ էր, բան։ Ու դե ներկայացումը բնականաբար անցավ մեկ էլ դա կարծեմ ցույց տվեցին նոր տարվա օրերին։ Հա։ Հա, նոր տարուց հետո գնացել եմ այս քերիս, փոքր քերիս ինձ եմ։ Արա ջազկաց էս հորս նաղդում է։ Շատ լավ։ Ասում այ քերետի ներկայացում այդ ինչ կապ ունի քո օրդ կա։ Չէ, շատ լավ ներկայացում էր, ես հիշում եմ, որ շատ լավ էլ ընկալվեց, ընդունվեց, որ լավ արձագանք ունեցավ հեռուստադիտողի մեջ։ Ամենադաժան տարիներն էր 94 թիվը, մոտ 80։ Դժվար տարիներն էր, մարդիկ հենց մի փոքր հոսանք բան է տալիս էին, միացնում ու դա էին։ Այո, ցավոք, բայց անցանք։ Երեխաները ինչով են զբաղվում, Հայկ ջան։ Մեծ աղջիկս հիմա այդ խնամակալներին, ավելի ճիշտ ուսուցողական ծրագիր կա, այդտեղ աշխատում։ Փոքր աղջիկս նոր ընդունվի աշխատանքի, երկուսն էլ բարձրագույն ավարտել են։ Ստեղ։ Հա։ Ու հիմա աշխատում է այդ մի քիչ մտավոր կարողություններից թույլ երեխեքի ոնց որ բանա, թերապիստական բան։ Կինս հայոց լեզվի գրականության մասնագետ է։ Դասավանդում է դպրոցում, հայկական դպրոցում դասավանդում։ Չէ, հիմա դպրոցում չի դասավանդում, հիմա on-line դասընթացներ է անում, հայերեն է սովորացնում, բայց Հայաստանում երկար տարիներ Տերյանի անվան դպրոցում աշխատել։ Ո՞վ Տերյանի, Վահան Տերյանի անվան դպրոցում։ 60 դպրոց։ Քո էս քո բախտից քո ճակատագրից։ Փառք Աստծո։
Իսկ մեզ Հայաստանում այս ընթացքում եղել է։ Վերջի անգամ 18 թվին եմ եղել։ Օպտիմալի գնաց, պետք է Հայաստան շատ գնա։ Հայկ ջան, առաջի մասը ավարտվեց մեր հաղորդման, ես հիմա անցնեմ գովազդի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը իմ լավ ընկերոջ, խաղ ընկերոջ, գործ ընկերոջ հետ, Հայկ Սարատիկյանի հետ։ Գովազդի արդյունի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, այժմ շարունակեմ զրույցը Հայկ Սարատիկյանի հետ։ Հայկ ջան, հիմա մեզ բախտ ա վիճակվել իրար հետ աշխատելու։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Մենք երկուսս հիմա նկարահանվում ենք մեր ֆիլմում, բազմասերիանոց, 16 սերիանոց ֆիլմում, որը կոչվում է Նմանակները եւ էլի հովանավորն ու կազմակերպիչ այդ ֆիլմի մեր ընկերն է, մեր Ռոբերտ Օղլաղչյանը։ Պարոն Օղլաղչյան։ Նա միշտ sense հետաքրքիր բաներ է կազմակերպում եւ ես գիտեմ, որ նա կազմակերպած բոլոր միջոցառումները լավ վերջում միանշանակ, որտեղ շատ ճիշտ է կազմակերպում։ Արի խոսենք այդ ֆիլմի մասին, ովքեր են, դե ես ու դու գիտեք, բայց ես կուզեմ, որ հեռուստադիտողները իմանան, որ շուտով իրանց սպասում է մի հատ շատ հրաշալի կատակերգություն։ Խոսենք դրա մասին, խոսի քո խաղընկերների մասին, մի խոսքով, խոսում ենք Նմանակները 16 սերիանոց ֆիլմի մասին, որտեղ մասնակցում ենք եւ ես եւ դու, եւ բոլորս էլ գլխավոր դերեր։ Եվ Աշոտ Եդիգարյանը, եւ Արթուր Ակոբյանը, եւ Իվետա Եդիգարյանը, եւ Լեյլան Արամ Մխիթարյան, այո։ Նու կան ուրիշ դերասաններ, որոնց երևի թե Շատ շնորհալի մի լավ աղջիկ ա մեր այդ մասնակցում մեր Լաուրիկը շատ տաղանդավոր, շատ հետաքրքիր։ Հետո Համլետչիկն էլ է։ Համլետչիկը կա, հա։ Այ պատմի, հեշտ է իրանց հետ աշխատել, հեշտ է նկարահանվել իրանց հետ։ Պատկերացրա արդեն դարել է ընտանիք, ոնց որ դու էլ ես զգում։ Դա ես այտենց զգացել եմ վերվարածների ժամանակ էլ։ Հա։ 5 տարի նկարվեցինք, դարել ենք ընտանիք։ Ես էլ դառնում ընտանիք, որտեղ ընտանիքը շարունակում է իր կյանքը։ Ամառը ամեն օր իրար հետ եք ու այնպես չի որ մեկս մեկի լավով ու վատով չենք անհանգստանում կամ ուրախանում։ Սա ինձ թվում է կստացվի, իսկ ովքեր ուզում են որ դիտեն առաջինը, ինձ թվում է պետք է ասել որ իրանք պետք է նախ ունենան Armflix։ Առաջին Armflix-ով է գնալու, եթե չեմ սխալվում։ Համար բաժանորդագրվեք, ժողովուրդ ջան, Armflix-ը շատ լավ հեռուստա ընկերություն է, կամ չգիտեմ ոնց ասեմ, որ նոր ֆիլմերը, ծեծված ֆիլմեր չեն։ Ֆիլմերը, հաղորդումները, բոլորը, եւ այդքան էլ թանկ չի։ Այ տարին $45 է։ Հա, տարին $45 եւ մարդիկ ամեն ինչին տեղյակ են լինում, բոլոր ֆիլմերը, հաղորդումները, ներկայացումները, բոլորը կարող են ուզած ժամանակ։ Ամենակարևորը նորությունները։ Նոր են, այն հները չեն կրկնում։ Եվ սա ինչքանով է լավ, որ ընթացքում, չէ որ ցուցադրում են, գովազդներ, բաներ չեն լինում։ Հա, Armflix-ով չկա։ Չի ընդհատվում, հա։ Միջև վերջ կարողանում են նայել։ Խոսիր, ես ուզում եմ շատ խոսենք մեր ընկերների մասին, որ իսկապես կարևորը, գիտես ինչ, եթե մի ընդհանուր գործ են սկսում, կարևորը մթնոլորտն է։ Իհարկե։ Եթե լավ մթնոլորտ կա, հավա դուք հա իրար հետ վերված եք, բան վերվարածները, բայց նոր մարդիկ են ներմուծվել դրա մեջ։ Ու եթե մթնոլորտը լավ չի լինում, ոնց որ չուզենաս գնաս նկարահանման, չուզենաս հետը խաղաս, այդ բանը ճնշում է ու խաղի վրա էլ աստում։ Ինչ լավ է, որ մենք բոլորս իրար հետ սերո։ Աշոտ ջան, ինձ թվում է դու կհաստատես, որ մարդ եթե պրոֆեսիոնալ է, ինքը չի կարա էլի ասենք ես սկսնակին կամ նոր ներմուծվող մարդուն ուզենա խեղդի կամ ճնշի կամ չգիտեմ ինչ անի, ընդհակառակը ոնց որ դուք նաև Ռաֆայել Քոթանջյանն, նաև Աշոտ Եդիգարյանը իմ համար, ասենք, փորձել եք միշտ երիտասարդներին տրամպլին տակ, բարձանակ վերև։ Հա, տենց է, պետք է օգնենք, պետք է, բայց գիտես ինչ տալա, որ հետաքրքիր կա ու արդյոք որոնք դրանք մոռանում են ու մոռացում գտնում են, դու էլ հետներ ես մոռանում իրանց մեջ էլի։ Այսինքն մարդ կա որ շնորհակալ են, միշտ կարողանում են քեզ հիշել, քեզ բարձրացնել ու երախտապարտ լինել։ Կան մարդիկ որ անում գնում են, մոռանում են արած դերը։ Դա Աստված իրանց է։ Դա էլ հա, բայց լավ է զգում որ արածդ գնահատվում է մինչև հիմա հիշվում է։ Դա ինձ բանա որ չգիտեմ
հետո ինքն էլ կյանքում կհանդիպի այդպես բանի ուրեմն որ կանի մի լավություն ու չի ընդունում։ Հայկ ջան, կուզեմ երկու իրական պատմություն պատմես։ Իրական պատմություն դες ֆիլմի մասին հələ որ ժողովուրդը չեն տեսել, այտենց բան չկա պատմելու, բայց վերվարածների ժամանակ ուրիշ հաղորդումների ժամանակ էլ եմ պատմել, բայց ինձ մեջս տպավորված բան է, որ չհնարավոր չի չպատմել է։ Այն ժամանակ Կիլիկիայում էինք նկարվում, Կիլիկիայում պետական շենքի բան էր, կվարտիրա էր, էլի, տուն էր։ Հայացում եմ բեսեդկա ասածն էր դրա։ Իջա դուրս նկարան ոնց որ ավարտվեց, իջանք դուրս ծխելու բան, կանգնած ենք, մեկ էլ երկու հատ տատիկ էին նստած, այն 90 կամ 190, չեմ կարող հաստատ ասել, բայց որ մոռացել են իրանց մասին։ Մեկ էլ մեկը ասեց. «Լիպո ջան, հələ գաս»։ Մեծ կինո կանչված, լսում եմ մայրիկ ջան։ Չելա մոտիկ արի, մոտիկա ծասի ասեմ մայրիկ ջան։ Մի հատ որ չչափալախեց։ Աշկերտից կայծը դրա հասի, չհասկացեն, չի։ Ստարա դու չես ամաչում կգա տավաճանը մեզ։ Դե արի բացադրի որ կինո է։ Կայելի տես դեպքա շատ։ Մի անգամ էլ գնացել են Քյավառ ելույթների, ես Աշոտ Եդիգարյանը, Լևոն Մելոյան, մի խոսքով, այտենց խումբ էր փոքր, գնացել են ելույթի, մեկ էլ տենամ մի հատ, այսքան երեխա է, մի հատ են բուլժնի քարերով որ կա, ծեր, երկուսից, մկույն Աշոտ Ղազար դորա, Աշոտ Եդիգարյան, փայլակ դորա, աս ինչի արա, ասես տոտ սոսիլա վերդե տենոս քորո կտոս գլխին դրա, ասի ռադդ կաշտեց, Չեն հասկանում, չեն ընկալում էլի, բայց հասական կերպարների անդեպ միշտ։ Մեր երջանկայի շատակ Լուսիկը որ կար, Կիրակոսյան Լուսինը, դե զոքան չէր, չէ խաղում ինձ, ինձ շատ էր ճնշում, մի անգամ մտել է շուկա, ասել է կարտոֆիլ է ուզեցի առնել, ասել է ինչ արժի, ասել է քեզ ընդհանրապես չեմ ծախում, դա չի, բասնե Լիպոյի կյանքը քեզ ուտում, դու կան նորմալ չեք, կինո է, մենք լավ ընկերներ ենք իրար, չէ ծախում քեզ ուսի։ Հայկ ջան ունես անեկդոտ պատմելու, ես գիտեմ որ դու լավ էլ պատմում ես։ Մի հատ անեկդոտ այն օրը պատմեցին, ասում եմ մի հատ երեխա գալիս մոտեն մահորա, ասում եմ պապ կարաս ինձ $100 փող տաս, ասում եմ ի՞նչ է տա ջան։ Ասում եմ դե տղեկով տեղ պետք է գնանք էլի, դեռս փողը, ասում եմ հարց չկա ցավ տանում, հանում $100 տալիս է, այս երեխան հենց դուրս է գալիս, սատանեն ծլում է կողքը։ Ասում եմ տղա ջան, ուզում ես այդ 100-ը 200 դարձնենք։ Ասում եմ ինչի, չէ, ասում եմ հերի քանձի 100։ Ասում եմ արի ես քեզ կօգնեմ այդ 100-ը 200 դարձրել, բադ կներ $200 կունեն ասում եմ։ Մի խոսքով այս երեխու խելքը շատ է ուտում, համոզում է տանում է կազինո։ Ասում եմ դե մի դիր սեվի վրա այդ լրիվ $100։ Ասում եմ հաստատ, ասում դիր։ Դեռ մա ֆրասնում է $100 կրում է, դառնում է $200։ Ասում եմ դե հիմի նորից այդ 200-ը դիր սեվի վրա, դառնա 400։ Ասում եմ չէ հերիք է էլի 200 լավ է։ Ասում եմ դիր էլի այդ ցավտանը բան եմ ասում քեզ։ Դեռ մա ֆրասնում է 400, մի խոսքով։ Այնքան է պատտասնում, հա համոզում է, ասում եմ հերիք է, չէ, այնքան է ֆրասնում, դառնում է կես միլիոն։ Ասում եմ ինձ լրիվ հերիք է, ես գնացի։ Այդ ընթացքում ասում եմ մի րոպե, բայց դու ով ես էլի, ասում եմ ես սատանեն եմ։ Բայց մոռավել եւս, քեզ քիչ լսեմ, ասում եմ լսի էլի այդ ցավը տանեմ։ Ես բադ բան չեմ ասում։ Վերջը, գալիս ասում եմ կես միլիոնը դիր, մի անգամից 1 միլիոն կրի ու գնա։ Ասում եմ չէ էլի, թող լավ է էլի, կես միլիոն։ Ասում եմ դիր։ Դնում եմ մի խոսքով, ասում եմ գալի 1 միլիոն։ Ասում եմ բաս մեզ սատանեքը վատն են, չարություն են անում, մարդկանց երբեք լավություն չեն անում։ Փաստորեն սուտ են ասում, հա։ Չէ, ասում արա ճիշտ են ասում։ Ես այտենց եմ, բայց քո նման բանը հաջողակ գյադը առաջի անգամ եմ տենում այն ասում։ Սիրելի բարեկամներ, Գովաստ ARTN-ի եթերում, որից հետո շարունակեմ զրույցս իմ լավ ընկերոջ հետ Հայկ Սարատիկյանի հետ։ Գովաստ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց Գովաստ, դե շարունակվեմ զրույցս Հայկ Սարատիկյանի հետ։ Հայկ ջան, քո հետ շատ հաճելի է, շատ հետաքրքիր է խոսում ենք, լավ էլ հետաքրքիր պատմություններ ես պատմում։ Կա մի թեմա, որի մասին կուզես խոսել։ Երևի թե բոլոր հայերից ցավոտ թեման այդ մեր հայրենիքն է, մեր հողն ու ջուրը։
որը կարոտում ենք, ճիշտ է, Հայաստանից հիմա լսողները կարող շատեր ասեն, հա դե բա ինչ կա, ձեր համար դե տակ նստել եք, կարոտում ենք, հերվից եք սիրում, համոզված եղեք, հարգելի սիրելի հայրենակիցներ, այնքան էլ էս տակ նստած չենք ստեղ, ամեն ինչով կապված ենք ու ամեն ինչով մասնակցում ենք մեր հայրենիքի, թե լավին, թե վատին, որովհետև վերջը մերը էդ է, այս մերը չի։ Մենք ստեղ հյուր ենք, ինչքան էլ ուզում է ստեղի քաղաքացի լինես, ինչ ուզում է ստեղ ունենաս, մեկ ամենք հյուր ենք։ Մեր հողն ու ջուրը չի։ Այն Հայաստանի մի բաժակ ջուրը, որ խմում ես, չգիտեմ, միլիոններ արժի դի։ Բայց դե մի կյանքի բերմամբ, թե պատահմամբ հայտնվել ենք ստեղ։ Բայց ոչինչ, հուսով եմ լավ կլինի։ Անպայման լավ կլինի, իհարկե։ Կհավաքվենք իրար գլուխ կլինի, իհարկե։ Հայք հիմա գիտես, որ շատ սերիալներ են նկարահանվում, տարբեր տեղեր, տարբեր։ Ես այնքան ողջունում եմ, որտեվ հիմա սկսել են սերիալներով հետաքրքրվել ժողովուրդը։ Եթե առաջ փողոցից բռնում են պատահական դերասան էին դարձնում, ասում են դու կարող ես խաղալ, այ ոնց կաս տենց էլ խաղալ։ Ու դրա համար մարդիկ ասում են, արա սերիալ ոնց եք նայում, բայց հիմա բոլորը հետաքրքրում են, ու բոլորն էլ բոլոր սերիալները նայում են, որտեվ նախ շատ պրոֆեսիոնալ ու տաղանդավոր մարդիկ են հիմա ընդգրկված այդ ֆիլմերում են, եւ հետո թեման էլ արդեն հետաքրքիր է։ Մի խոսքով ես ուզում եմ քո կարծիքը այսօրվա մերսը։ Ես բոլոր հիմա շատ նկարվում, ես բոլորին էլ հաջողություն եմ ցանկանում, մերն է, մեր հայկականն է, մեր ընկերներն են խաղացողներն, դեմացողներն, մյուսները։ Հաստատ նախանձի ու բանի կարիք չկա։ Ընդամենը մենք ցանկանում ենք, որ անպայման բոլորի մոտ էլ շատ հաջող ստացվի, որտեղ բոլորն էլ անում են ժողովրդին ուրախացնելու համար։ Ի վերջո մեր ժողովրդի համար են անում։ Ամերիկացու համար չեն անում։ Ինչքան լավ անեն, ինչքան որակով անեն, այնքան մեր ժողովրդի համար հաճելի կլինի նայել այդ։ Եվ ինչի՞ չէ մակարդակ կարա բարձրացնի, էլի, ասենք այն երեխեքը, որ նայում են, մի քիչ էլ դաստիարակչական բաներ էլ լինի, թեմա էլ լինի մեջը։ Եվ հուսով եմ, որ այս մեր հիմիկվան նկարվելիք սերիալն էլ ունենա մեծ հաջողություն։ Չեմ էլ կասկածում։ Լինի, չնայած միշտ ասում են, որ մոնտաժից հետո կերևա, բայց մերը արդեն զգացվում է, որ լավ ապագա է խոսանում այս ֆիլմը։ Եվ նկարահանող անձնակազմը եւ շատ տաղանդավոր մարդիկ են օպերատորը, մեր Վահիկը, Վահեն, Սերգեյն, Տիրանը, Լիդուշիկի շատ բաներ կախված, շատ։ Ես չգիտեի, որ Լիդուշիկը բացի լավ հրաշալի երգչուհի լինելուց նաև կարողանում է լավ կազմակերպչական ու շատ հմուտ։ Շատ լավ է։ Մի հարցել եմ ուզում քեզ տալ, որ ինձ շատ հետաքրքրում է, հարսանիքների մասնակցում ես։ Ճիշտ ասած, որ նոր է եկել, երկու հարսանիք համադայություն արել եմ, դրանից հետո չէ։ Առիթ չէ, անկեղծ ասած, բայց Հայաստանում շատ եմ արել։ Հա, Հայաստանում շատ։ Հայաստանում երևի մոտ մի 150 հարսանիք համադայություն եմ։ Բայց հետաքրքիր է, դա հենց հանուն փող է իրանում, հատուկ փող, թե հաճուկել էր ստանում դու քո այդ արած գործից։ Չէ, բնականաբար, եթե հաճույք չստանաս, լավ չես անի ու մյուս անգամ քեզ հաստատ չեն, ու մյուս անգամ քեզ հաստատ չեն հրավիրելու։ Եթե պլան կատարես, այնքան որ ստից կենաց ասես, ես ինչ ասես, մարդկանց հաճելի չի լինելու քեզ լսել, հաստատ։ Ու կասեն, այդ կենաց ասել, մենք ասենք էլ քեզ ենք փող տալիս։ Ես օրինակ ես էլ եմ բարում ու իսկապես հաճույք եմ ստանում։ Նոր ծանոթություններ, նոր մարդիկ ընկերանում ենք շատ լավ է։ Հետաքրքիր է, այդ մարդիկ էլ երջանիկ ես գալիս ասում են երեխեքը անպայման ուզում են որ մենակ դու վարես։ Դե ասում եմ եթե այդ մարդիկ այդ ամուսնացողները այդքան սիրով ուզում են ու իրանց երջանկության առաջի օրն է դա լինելու, իրանց ամուսնական պատմության առաջի օրը, ինչու՞ չմասնակցես ու չուրախացնես այդ մարդկանց, ինչ ա եղել։ Լավ, ինչ ես մաղթում մեր երկրին, մեր ժողովրդին։ Մեր երկրին, մեր ժողովրդին մաղթում եմ երկրին խաղաղություն առաջինը, անամպ երկինք, ու թող այնքան լավ լինի, որ նախ առաջինը խնդրում եմ, ոչ թե մաղթում եմ, այլ խնդրում եմ մեր ժողովրդից մի քիչ նախանձը հանել մեջներից։ Մեկս մեկի լավով ուրախանանք, այլ ոչ թե
ասում է այն բանի անեկդոտն է, չէ՞ որ ասում է, արա Յանը մեզ իմ դարդու ցավնձի քիչեր էս հարևանն է թազա Mercedes-ը առը։ Թող արդեն, թող շատ արդեն։ Հա, էլի, միանի ցանկանում եմ որ մաքրություն լինի մարդկանց մեջ, սիրեն իրար։ Երբ որ մենք հայերս իրար սիրենք, մեզ ոչ մեկ չի կարա ոչ ճնշի, ոչ ատի, ոչ էլ, չգիտեմ, սպանի։ Իսկ որ մենք մեր մեջից ենք մեզ ուտում, այդ հեչ լավ չի։ Ցանկանում եմ ամենալավը մեր հայրենիքին, մեր հայ ժողովրդին, դարապես որտեղ որ կգտնվեն, թեկուզ արտերկրում, թող անփորձանք լինեն։ Ես նույնպես ավելանում եմ քո ասածներին, որ իսկապես նախ անապ երկինք, հաջողություններ, մարդիկ սիրեն իրար երջանիկ ապրեն եւ հետո այս գնդալ գալը որ ասում են հետևնից որ գնացին եկան դա բոլորն էլ գնացել են ժամանակավոր բոլորն էլ հետ կան ես օրինակ ինքս ես պայմանագրով աշխատում եմ այս TV-ում ու դեռ պետք է աշխատեմ 2 տարի այնպես որ բոլորս էլ ժամանակավոր աշխատում ենք ու գնանք իսկ հետո դրա մեջ ինչ կա որ նայում ես մեր հավանի դերասանների պատմությունները սկսած Վարան Փափազյանից, Իսահակյանը, բոլորն էլ հայրենիքից դուրս են եղել, հայրենիքի համար են ստեղծագործել, հետո նորից բոլորն էլ վերադարձել են հայրենիք։ Մեր հայրենիքին ցանկանում եմ ցիծաղ, շփիտ, մարդիկ լիաթոք ուրախանան, ոչ թե պրոստը դեպք ուղակի դեպքում, այլ լիաթոք ուրախանան այս մարդիկ։ Այսպես ասած սիրտ ունենան, որ լիաթոք ուրախանան։ Ապրեց։ Հիմա ես ավարտվեց մեր հաղորդումը, ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, Հայկ ջան, որ եկար, շնորհակալություն ու հաջողություն այս ֆիլմում դեռ նկարահանվում ենք, դեռ ժամանակ ունենք։ Հուսով եմ, որ համենայն դեպս պարոն Օլաֆչյանի ասելով, էսի առաջի ու վերջի ֆիլմը չի լինելու մեր այս խմբով։ Այո։ Շարունակական է լինելու։ Եթե սա չնայած առանց կասկածի, բայց եթե սա լավ ստացվեց, հաջողակ եղավ, ուրեմն շարունակություն է անելու, այնպես որ ժողովուրդն նայեք, որ ասեք լավ է թե չէ։ Շնորհակալություն Հայկ ջան, միշտ հանդիպում, դե մենք ամեն օր հանդիպում ենք։ Հաջողություն։ Հաջողություն, շատ շնորհակալություն։ Ինչ նոր հանդիպում։ Նկարահանման հրապարակում։ Այո։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում իմ հյուրներ իմ խաղընկերը, գործընկերը Հայկ Սարաթիկյանը, իսկ այժմ անցնեմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքերին։ Սոս Սարգսյանը հանճարեղ դերասան, ասել է կյանքը իհարկե խաղ է, ու այն պետք է ազնիվ խաղալ։ Միշտ օր հանդիպում բարեկամներ, բարի գիշեր։ Օրոր, մոլոր Ջուրե գալիս Թիմացի սարիցը Բոլոր Աշե ձեդը, բարև Հայկ ջան, ոնց ես? Լավ ցավ է տանում, դու ոնց ես? Ենքան էլ ոչինչ Աշե ձե, արդե, չեմ ամ ինչ անեմ է Ինչի? Ճիշտ ասած որոշել եմ ամուսնանամ Հա Բայց չեմ հասկանում, ամուսնանամ թե չէ Вообще ամուսնությունը ինչ է էլի, կարաս մի երկու բառով բացատրես Ասեմ Հայկ ջան, ամուսնությունը Հա երկու հոգու հարաբերություն է Հա Դրանցից մեկը տղամարդ է Այդ մյուսն էլ միշտ ճիշտ է